Բարև ձեզ, Ամեկուլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Դուք գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած օրերին Ռուսաստանում էր, նա մասնակցում էր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ նաև առանձնազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը հարցազրույցից հետո ասաց, որ Նիկոլ Փաշինյանին մեզ մոտ ամեն ինչ առաջ է ընթանում, իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ է ընթացել, հուսով եմ մթնոլորտը լավ էր եւ ընդհանրապես այդ այցի շրջանակներում շփումների, տրամադրությունների, հայացքների, ինչպես ասում են, դիվանագիտության մեջ ամեն ինչ, ամեն մի ժեստն էլ խոսուն ինչ որ բան է նշանակում, տպավորություն էր թողում, որ որոշակի ջերմացում կա ռուս-հայկական հարաբերությունների մեջ, թեև Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության շատ այլ պաշտոնյաներ այսօր էլ հայտարարում են կամ Ռուսաստանին քննադատում են տարբեր պատճառաբանություններով։ Այնուամենայնիվ, ձեր կարծիքով սա ինչ է, ջերմացում է, սա սովորական հարաբերություններ են, ինչ նկատեցիք։ Շնորհակալություն հարցի համար։ Անկեղծ ես, ինչպես ասում են, body language-ի մեծ մասնագետ չեմ, հետաբար դժվար կարողանամ հստակ գնահատականներ տալ վարչապետի կամ Ռուսաստանի նախագահի մարմնի շարժումներից, բայց եթե խոսենք ռուս-հայկական հարաբերությունների մասին ընդհանուր առմամբ, տեսեք, հետաքրքիր վիճակ ունենք, մի կողմից, այո, դուք ճիշտ եք, մենք հաճախակի լսում ենք, որ Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ, որ մեզ պետք է Եվրամիությունը կամ այլոք օգնեն այդ հիբրիդային պատերազմի դեմ, բայց եթե ուշադրություն դարձնենք վարչապետի խոսույթին, ապա վարչապետը միշտ ինչ-որ առանձնացնում է Ռուսաստան եւ Ռուսաստանի ղեկավարություն։ Մի քանի անգամ նա ասել է, որ ես հիանալի հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահի հետ, հետեւաբար այո, Ռուսաստանը մի քիչ անհասկանալի է ինչ Ռուսաստան, բայց նախագահը կամ գոնե Վարշավյան ղեկավարությունը դրանք Հայաստանի հանդեպ լավ են տրամադրված եւ սա արդեն ինձ թվում է 2025 թվականին իհարկե չեմ հաշվել, բայց հաստատ առաջին այցը չէր։ Եվ նաև ընդհանրապես մի քանի օր առաջ այնտեղ ԵԱՏՄ վարչապետներն էին, հիմա ԵԱՏՄ ղեկավարները, քանի որ Հայաստանում վարչապետը նաև ղեկավար է, բայց սովորաբար փոխվարչապետներ գնում այդ վարչապետներին։ Հիմա տեսեք, կարծում եմ երկու բան, նախ իհարկե չմոռանանք, որ մոտ 5 ամսից մեր մոտ ընտրություններ են եւ ամեն դեպքում իհարկե Ռուսաստանը այս կամ այն չափով գործոն լինելու է։ Երկրորդ, ինձ թվում է բոլորն են հասկանում, որ Ռուսաստանը է եւ կշարունակի մնալ Կովկասյան պետություն։ Վերջին հաշվով Հյուսիսային Կովկասը դա Ռուսաստանի մաս է։ Հետեւաբար Ռուսաստանը նույնիսկ եթե ցանկանալ չի կարող հարավային Կովկասից դուրս գալ, որտեղ որպեսզի Ռուսաստանը դուրս գա հարավային Կովկասից, նախ պետք է մենք Հյուսիսային Կովկասում ունենանք ոչ թե Ռուսաստան, այլ ինչ-որ անկախ պետություններ։ Քանի դեռ դա չկա, իսկ կարծես թե դա էլ առանձնապես մոտ ապագայում չի սպասվում, Ռուսաստանը կլինի Կովկասյան պետություն, հետեւաբար Ռուսաստանը կունենա ազդեցություն հարավային Կովկասում։ Դա ազդեցությունը կարող է բարձրանալ, կարող է իջնել, մենք կարող ենք ցիկլերի մասին խոսել, ասել թե տեսեք 1917 թվականից հետո 3 տարի ընդհանրապես չէ, Ռուսաստանը զբաղված էր քաղաքացիական պատերազմով, ինտերվենցիայով եւ ընդհանրապես մեր տարածաշրջանում Ռուսաստան չկար։ Հետո 1-2 տարում մենք տեսանք, որ մենք բոլորս հայտնվեցինք, այսպես ասենք, Ռուսաստանի կազմում, եթե Խորհրդային Միությունը համարում ենք Ռուսաստան։ Հիմա էլ պարզ է, որ 22 թվականի փետրվարից հետո կա որոշակի ազդեցության անկում, օբյեկտիվ պատճառներով, բայց Ռուսաստանը այստեղից չի գնացել եւ ես պնդում եմ, որ չի կարող գնալ, քանի դեռ գոնե Հյուսիսային Կովկասը շարունակում է մնալ Ռուսաստանի մաս։ Եվ երրորդ խնդիրը մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանին պարտության մատնելու ջանքերը գոնե առայժմ հաջողության չեն բերում, եւ մենք Միացյալ Նահանգներում ունենք վարչակազմ, որը փորձում է ինչ որ հարցերի շուտ Ռուսաստանի հետ պայմանավորվել։ Իսկ թվում է այս բոլոր համախումբը միասին վերցրած, երևի թե ուղերձ են հղում ցանկացած ռացիոնալ մարդու, որ եթե դու գտնվում ես հարավային Կովկասում, ապա Ռուսաստանի հետ լարված հարաբերություններ ունենալը դժվար թե բխում է քո շահերից, հատկապես եթե դու չունես այլ, այսպես ասենք, հզոր աջակիցներ։ Ինչու եմ ասում հատկապես, տեսեք, հիմա կարող ենք վերցնել Ադրբեջանը եւ ասենք, տեսեք, նախագահ Ալիևը իրեն երբեմն նույնիսկ թույլ է տալիս ճակերտավոր լկտի պահել նախագահ Պուտինի հետ, բայց որ հայմատում ենք Ադրբեջանը իրենից ոչ մի բան չի ներկայացնում, բայց ինչպես կարող է Ադրբեջանը թույլ տալ, բայց չմոռանանք, որ Ադրբեջանի մեջքին կա ռազմավարական դաշնակից Թուրքիա, Ադրբեջանը ունի ռազմավարական գործընկերություն Իսրայելի հետ եւ այլն եւ այլն։ Հետեւաբար, եթե տեսականորեն Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ որոշ պահված Ռուսաստանի հանդեպ, ապա չեմ կարծում, որ Հայաստանը կարող է թույլ տալ եւ պետք է թույլ տա։ Հետեւաբար այս բոլորը հաշվի առնելով երևի թե, ես իհարկե չգիտեմ մեր կառավարությունը ինչ է մտածում կամ վարչապետը ինչ է մտածում, բայց իմ տրամաբանությամբ նրանք էլ են հասկանում, որ ընդհանրապես հարաբերությունները չսրեն։
Այո, չէ, նրանք հասկանում են, որ Ռուսաստանը շարունակելու է մնալ ազդեցիկ գործոն Հարավային Կովկասում։ Եվ եթե այս ռուս-ուկրաինական պատերազմը ինչ որ կերպ կանգնեցվի, գիտեք, հիմա ինտենսիվ բանակցություններ են, ոչ ոք չգիտի սա ինչպես է ավարտվելու, բայց եթե պատերազմը կանգնեցվի, ապա կարող ենք ենթադրել, որ ոչ անմիջապես, բայց որոշակի ժամանակահատված հետո Ռուսաստանի ներկայություն ազդեցությունը ավելի է մեծանալու։ Հետաբար եթե փորձենք սցենարային վերլուծություն անել, Ռուսաստանի ազդեցությունը հիմա գտնվում է, ասենք, ենթադրենք 3-ի վրա, տենդենսները ավելի շատ են, որ ինքը 1-2 տարի հետո կդառնա 5, քան թե կդառնա 1։ Հետաբար այս բոլոր համախումբը հաշվի առնելով, երևի թե տրամաբանական է, որ առնվազն Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանել։ Մանավանդ որ ես տնտեսագետ չեմ, սակայն երբ նայում ենք Հայաստանի տնտեսական զարգացումը եւ այս վերջի տարիներին չէ 6%, 7% համախառն ներքին արդյունքի աճ, բոլորս ենք հասկանում, որ դա պայմանավորված է նաեւ թե ԵԱՏՄ անդամակցությամբ, թե Ռուսաստան ապրանքների վերարտահանման։ Ռուսաստան։ Այո։ Պարոն Պողոսյան, Փաշինյանն անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե խնդրել եմ ռուս գործընկերներին հրատապ կարգով զբաղվել իրասխից Նախիջևանի սահման եւ Ախուրիկից Թուրքիայի սահման հատվածների երկաթգծի ամբողջական վերականգնմամբ։ Եվ մոտ օրերս էլ կբարձրացնի Իջևան-Ղազախի հատվածի հարցը։ Դուք գիտեք, որ ռուսական հարավկովկասյան երկաթուղին է տնօրինում մեր երկաթուղին, բացառությամբ իշխանություններն ասում են նոր կառուցվելիք այդ Թրիփի երկաթգիծը, Թրիփի ուղին։ Եվ երեք արդեն Պուտինը անձամբ պատասխանեց Նիկոլ Փաշինյանին այդ հանդիպման ժամանակ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ դուք հարցեր բարձրացրեցիք տարբեր ոլորտների վերաբերյալ հին երկաթուղիները վերականգնելու եւ նոր երթուղիներ ստեղծելու նպատակով, որոնք կապաշրջափակեն ձեր սահմանները։ Ռուսաստանը կանի դա, Պուտինը ընդհանրապես ասաց, որ դուք հարցեր բարձրացրեցիք։ Դա իհարկե հարավկովկասյան երկաթուղու պարտավորությունների շրջանակներում եւ իշխանությունները բազմիցս են քննադատել կամ քաղաքական շրջանակներում, որ այդ ընկերությունը իր պարտավորությունները ստանձնած չի կատարել, ներդրումները չի կատարել եւ մի քանի տարի առաջ նույնիսկ այնտեղ կոռուպցիոն սկանդալ հայտնաբերվեց, որը այդպես էլ չիմացանք ինչպես ավարտվեց, փակվեց ըստ երևույթին գնաց։ Ռուսաստանը կամ Պուտինը նման որոշում կկայացնի, որ մեր երկաթգծերը վերանորոգվեն կամ նորը կառուցվեն։ Տեսեք, ինձ թվում է այստեղ թիվ 1 հարցը ոչ թե այն է, թե Ռուսաստանը կանի, թե ուրիշ մեկը կանի, որովհետև եթե մենք խոսում ենք Երասխ Նախիջևանի սահման կամ չգիտեմ Գյումրի Ախուրիկ, այստեղ խոսում ենք մի քանի կիլոմետրի մասին։ Այնպես չէ, որ այդտեղ հարյուրավոր կիլոմետրեր են եւ պետք են 100 միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ներդրումներ։ Ամենակարևոր հարցը այն է, որ լավ, ենթադրենք արդեն մենք ունենք վերակառուցված երկաթգիծ Երասխից մինչև Նախիջևանի սահման կամ Գյումրիից մինչև Թուրքիայի սահման։ Թիվ 1 հարց, բայց արդյոք Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են, պատրաստ են եւ կանեն սահմանների բացում, այդ թվում նաև երկաթուղիների համար։ Երեք նույն Պուտինի հետ վարչապետը նշեց, որ չեմ կարող ասել, որ կա քաղաքական որոշում, որ այդ երկաթգծերը պետք է գործեն, բայց իհարկե ցանկալի է նախապատրաստվել։ Նախապատրաստվել իհարկե ցանկալի է, բայց նորից եմ ասում, այստեղ գլխավոր հարցը ոչ թե այն է, որ տեսեք Ռուսաստանը չի ցանկանում, նորից եմ ասում, այդ մի քանի տասնյակ միլիոն դոլար է, որը անհրաժեշտ է մի քանի կիլոմետր երկաթգծեր վերանորոգելու համար, հավատացում եմ, դա Հայաստանի բյուջեից էլ կարելի է գտնել, օտարերկրյա ներդրումներ էլ կարելի է բերել այստեղ։ Այսինքն թիվ 1 խնդիր այստեղ ոչ այնքան նայ ով դա կվերանորոգի, բայց Ռուսաստանը կհամաձայնի, Հայաստանի պետ բյուջեից կանեն, թե չգիտեմ, Եվրոպական ներդրումային բանկից, այլ թիվ 1 հարցը նա է։ Լավ, ենթադրենք երկաթգիծը հասավ Թուրքիայի սահման։ Իսկ Թուրքիան պատրաստ է օրինակի համար վերականգնել Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցություն։ Ադրբեջանը պատրաստ է կամ համաձայն է թույլ տալ, որպեսզի գնացքները Երևանից Նախիջևանի տարածքով գնան Իրան կամ Նախիջևանի տարածքով հասնեն Մեղրի։ Սա մեկ։ Հիմա ինչ կանի Ռուսաստանը, բոլորն են հասկանում, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, թե ինքը որևէ կերպ ներկայություն ունենալու է Սյունիքի տարածքով Ադրբեջանը, Նախիջևանի եւ Թուրքիային կապող ուղիներին։ Այո, եւ այդ մասին ցանկություն է հայտնել։ Ոչ միայն ցանկություն հայտնել, այլև հիշենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, նրա 9-րդ կետը, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ վերահսկողություն իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Այսինքն, որ Ռուսաստանը պարբերաբար ցանկություն է հայտնում օգոստոսի 8-ից հետո, որ իրավունք ունի, ցանկություն ունի իր կենսական շահերից բխում այդտեղ Թրիփում ներկայություն ունենալը, դա այդ նոյեմբերի 10-ի կամ 9-ի հայտարարության 9-րդ կետը ինչ որ կերպ վերակենդանացնելու հնարավորություն է փորձում ունենալ։ Չգիտեմ, ուզում են վերակենդանացնել, թե ուզում են նոյեմբերի 9-ը այդ 9-րդ կետը նաև արդեն օգոստոսի 8-ի մեջ իրանք տեսնեն։ Այո, ես չեմ բացառում, որ ռուսները ցանկանեն ինչ որտեղ միավորել այս նոյեմբերի 9-ը եւ օգոստոսի 8-ը։ Հիմա չգիտեմ դա ինչքանով է հնարավոր, բայց տեսեք, հիմա Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները բանակցում են Ուկրաինայի շուրջ։ Եթե նայենք Ուկրաինայի շուրջ կամ ռուս-ուկրաինական հակամարտություն ինչքան ավելի բարդ է եւ ինչքան չլուծված հարցեր կան, սկսած նրանից, որ
ինտենսիվ պատերազմը շարունակվում է։ Բ. Երկու կողմերի պահանջները բացարձակ իրարից հեռու են միլիարդավոր կիլոմետրերով։ Գ. Կան նաև եվրոպական պետություններ, ովքեր իրենց շահեր ունեն, այսինքն ուկրաինական թնջուկը սարսափելի բարդ է։ Բայց չնայած դրան, Միացյալ Նահանգները փորձում է Ռուսաստանի հետ այդ թնջուկի լուծումը գտնել։ Եթե հետ գանք նայենք Հարավային Կովկասին, ավելի կոնկրետ Հայաստան-Ադրբեջան trip, ապա այստեղ ընդհանրապես կարծես ոչ մի խնդիր չկա։ Բոլոր հարցերը գրեթե լուծված են, այսպես ասենք, Արցախը ոչնչացված է, Հայաստանի կառավարությունը ասում է, որ դրա հետ համաձայն է պետք է Արցախի էջը փակել։ Հայաստանը նաև համաձայն է, որպեսզի Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապի Նախիջևան Թուրքիայի հետ, այսինքն որևէ լուրջ ինչ-որ խնդիր կարծես չի մնացել։ Հետևաբար, իսկ ինչու օրինակի համար Ռուսաստանը Միացյալ Նահանգները չեն կարող պայմանավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ-որ կերպ համագործակցելու, որտեղ նորից եմ ասում, եթե համատում ենք ուկրաինական հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ, այնտեղ իրավիճակը 100 անգամ ավելի բարդ է։ Սա մեկ, ուստի ես չեմ բացառում, որ ռուս-ամերիկյան շփումներում, չգիտեմ, մենք տեսնում ենք, որ Վիտկոֆը գալիս է Ռուսաստան, Քուշներն են գալիս Ռուսաստան, Ռուսաստանի ներկայացուցիչը գնում է Մայամի եւ այլն, չեմ բացառում, որ նրանք խոսում են նաեւ նույն թրիփի մասին։ Ամեն դեպքում ես նշեցի, որ Ռուսաստանը շարունակելու է մնալ Հարավային Կովկասում, իսկ այս թրիփը բոլորն են հասկանում, սա Ադրբեջան-Նախիջևան կապ չէ։ Սա Ադրբեջան-Թուրքիա կապ է առաջին հերթին, գուցե նաեւ կենտրոնական Ասիա-Թուրքիա կապ։ Այսպես ասենք, հավելյալ կապ, որտեղ վերջին հաշվով Ադրբեջանը Նախիջևանի հետ եւ Իրանի տարածքով է կապվել այս վերջին 30 տարում եւ Ադրբեջան-Թուրքիա կապ կա նաեւ Վրաստանի տարածքով։ Բայց եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի տեսակետից ես նայում, իհարկե շատ ավելի ցանկալի է ընդամենը 45 կիլոմետր այլ պետության տարածքով անցնել, քան թե օրինակ համար մի քանի 100 կիլոմետր ամբողջ Վրաստանի հյուսիսից հարավ։ Էլ չեմ ասում, որ Վրաստանում ոչ ոք չի համաձայնվել, որ այդ կապը պետք է լինի անխոչնդոտ։ Անկախ նրանից հիմա մենք ինչ ենք մեկնաբանում անխոչնդոտ ասելով, Ադրբեջանը ինչ է ասում, մենք ասում ենք Ադրբեջանը սխալ է ասում, Ադրբեջանը ասում է Հայաստանն է սխալ ասում, բայց փաստը մնում է փաստ, որ երկու հայտարարություն ունեն 20 թվականի նոյեմբեր, 25 թվականի օգոստոս։ Գրված է, որ Ադրբեջանը ստանալու է անխոչնդոտ կապ Հայաստանով դեպի Նախիջևան եւ Թուրքիա փաստացի։ Նման բան Վրաստանի հետ ոչ մի պայմանագրում գրված չի, որ Վրաստանը պարտավորվում է, որ Ադրբեջանը անխոչնդոտ կապ է ստանալու կամ unlimited access։ Հետեւաբար Ադրբեջանը եւ Թուրքիան պարզ է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ կապը գործարկվի։ Հիմա Ռուսաստանը ցանկանում է այդտեղ ներկա լինել, որտեղ նորից եմ ասում, սա վերաբերում է Ադրբեջան-Թուրքիա, Թուրքիա-Կենտրոնական Ասիա եւ բարդ աշխարհակահաղական գործընթացներ։ Հիմա երբ մենք Ռուսաստանին դիմում ենք, ասում ենք, գիտես ինչ, ես նույնիսկ չգիտեմ էլ քաղաքական որոշում կա թե չէ, որ Ադրբեջանը թույլ կտա, որ Նախիջևանի տարածքով գնացքներ անցնեն։ Կամ օրինակի համար, որ գնացքը Ադրբեջանից Թուրքիա գնա ոչ թե ուղիղ Նախիջևանից Թուրքիա, այլ Նախիջևանից բարձրանա Երազք, Երևան, Գյումրի, Կարս։ Բայց մենք չգիտենք դա կլինի թե չէ։ Բայց մենք գիտենք, որ օրինակ Թուրքիան արդեն սկսել է Կարս-Նախիջևան ուղիղ երկաթգծի կառուցումը, որի պարագայում ընդհանրապես Հայաստանի հատվածը դուրս է մնում։ Շինարարությունը սկսված է, այո, առնվազն գոնե թուրքական մեդիայով։ Հիմա այս պայմաններում մենք Ռուսաստանին առաջարկում ենք սա, շատ լավ իմանալով, որ Ռուսաստանի համար կարևորագույն հարցը դա, եթե այդ Սյունիքով ճանապարհները Ադրբեջանի Թուրքիային կապող ճանապարհը եթե Սյունիքով բացվելու է, իսկ կարծես թե Հայաստանը դրան համաձայն է։ Հիմա ձևակերպումները դաժե նույնիսկ էականներ չեն։ Չէ, Ադրբեջանը ասում է հայ երես չեմ ուզում տեսնել, մենք ասում ենք, որ դե տեխնիկական հնարավորություններ կան, մարդ չեք տեսնի, չգիտեմ, ռոբոտ կտեսնեք, այդ բոլորը եթե դնենք մի կողմ, ֆորմալ կա համաձայնություն, որ Ադրբեջանը կապվելու է Թուրքիայի հետ Հայաստանի տարածքով, ավելի կոնկրետ Սյունիքով։ Հիմա ռուսների համար ամենակարևորը նա է, որպեսզի իրենք այդ ճանապարհներում ինչ որ ներգրավվածություն ունենան։ Առավել եւս չմոռանանք, որ գոնե երկաթգիծը պարտադիր պետք է անցնի հենց հայ-իրանական սահմանին ուղղակի զուգահեռ, գետին զուգահեռ, հաշվի առնելով աշխարհագրությունը։ Իսկ այդ տարածքը մտնում է ռուս սահմանապահների, այսպես ասած, հատուկ սահմանային գոտու մեջ, հետեւաբար դա էլ է փաստ։ Դրա համար ես գրեթե վստահ եմ, կարող եմ ենթադրել, բայց գրեթե վստահ եմ, որ այսպես ասենք, երբ որ տեսախցիկները հեռանում են, եւ նորից Հայաստանի վարչապետը ասում է, գիտեք ինչ կա, դե առանձնապես մեծ գումար չի, հիմա չգիտեմ, Երազքից Նախիջևանի սահմանը ենթադրենք 2 կիլոմետր է, Գյումրիից Ախուրիկ կամ Ախուրիկից Թուրքիայի սահման թող լինի 15 կիլոմետր։ Օրինակի համար եմ ասում, ընդհանուր առմամբ մեզ պետք է $50 միլիոն, որ ասենք Ռուսաստանի համար ոչ մի բան է նույնիսկ հիմա։ Եվ ասում է դե հիմա ինչ կլինի, հանձնարարեք այդ $50 միլիոն թող տան, հիմա մի տարում թող այդ երկաթգծերը վերականգնվեն։ Օրինակ Իջևանից Ղազախ կարող է մի փոքր ավելի թանկ լինել, բայց դա դնենք մի կողմ։ Բայց գրեթե վստահ եմ, որ Ռուսաստանն էլ ասում է, որ շատ լավ, իհարկե, մենք պատրաստ ենք, կարող ենք քննարկել վերջնաշով ներդրումային ծրագրեր կան։ Օրինակ վերջերս Գազպրոմի ներդրումային ծրագիրը չէ հաստատվեց 26-30 թվականին Գազպրոմ Արմենիայի։ Նույն ձևով էլ կողմերը կարող են հաստատել Հարավկովկասյան երկաթուղու ներդրումային ծրագիրը եւ նորից եմ ասում այդ 50, 60 կամ $30 միլիոն դնել։ Բայց երևի ռուսները կասեն նախքան հասնենք նրան, թե $40 միլիոն պետք է Երազք Նախիջևանի սահման եւ
Գյումրի-Թուրքիայի սահման երկաթգիծը կառուցվի, բայց եկեք հասկանանք ընդհանրապես ինչ է լինում այս Շունիկով անցնող ճանապարհների հետ։ Որտեղ նույն զրույցի բաց հատվածում չէ, վարչապետն էլ ասաց, որ մենք Միացյալ Նահանգների հետ ինտենսիվ դրական բանակցությունների մեջ ենք, բայց այստեղ կան բազմաթիվ նյուանսներ, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին։ Այն ինձ թվում է, քանի դեռ այդ նրբությունների շուրջ փոխհամաձայնություն չկա, մի քիչ բարդ է պատկասնել, ինչու պետք է Ռուսաստանը սկսի վերակառուցել այդ երազք Նախիջևանի սահման կամ Գյումրի-Թուրքիայի սահման։ Բայց նորից եմ ասում, այստեղ խնդիրը նույնիսկ նայել չի, որ Ռուսաստանը չի անի, որովհետև ես իրավաբան չեմ, չնայած այդ կոնցեսիոն պայմանագիրը կարդացել եմ 2008-ի փետրվարին ստորագրված, բայց այնքան իրավաբանական տերմիններ կային, որ ինչպես ասում են, շատ հաճախ չես էլ հասկանում հստակ պատասխանը, բայց վստահ չեմ, որ օրինակի համար եթե նույնիսկ ռուսները դա չուզենան անել, հարավկովկասյան երկաթուղին, եւ Հայաստանը իր պետ բյուջեից ասի ես պատրաստ եմ պետ բյուջեով անել, ռուսական կողմը իրավունք ունի արգելել դա։ Մի քիչ բարդ եմ պատկերացնում, իսկ ինչպես կարող են ռուսները արգելել, ասել գիտեք ինչ, քանի որ սա մեր կոնցեսիայի տակ է, բայց Հայաստանի տարածքում է, դուք գումար տալիս եք, ես թույլ չեմ տալիս, որ երկաթգիծը վերականգնվի։ Հետևաբար այստեղ հիմա ռուսները դա կանեն, թե Հայաստանը իր գումարով կանի, հավատացում եմ դες եվրոպացիներն ու ամերիկացիները դա իրենց համար ընդհանրապես կոպեկներ են։ Եթե ռուսները չանեն, Հայաստանը հավանաբար կունենա իրավունք կոնցենսիոն պայմանագրի զրկելու Ռուսաստանին, հա։ Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Չէ, ասեմ դες որ բավականաչափ երկար մնացել է, որտեղ կոնցեսիան 30 տարով էր։ Կնքվել է 2008-ին եւ ավարտվել է 2038-ին։ Հետեւաբար մենք դեռ ունենք 13 տարի։ Լավ, ընդունենք 12, ասենք 26-ի փետրվարն ենք, այնպես որ ֆորմալ դեռ 12 տարի կա։ Էլ չեմ ասում, որ այնտեղ կետ կա նշված, որ կարող է նաեւ 10 տարով երկարաձգվել, ընդ որում այդ երկարաձգման հարցը պետք է բարձրացվի կոնցեսիոն կառավարման 20-րդ տարում։ Այսինքն ֆորմալ 2028-ին Ռուսաստանը կարող է ասել ցանկանում եմ սա տեղափոխել մինչև 2048։ Բայց ամեն դեպքում ինքը 30 տարով է։ Մի քանի տարի ասելով նկատի ունեմ այդ 20 տարում եւ եթե իրադարձությունները իսկապես այդպես զարգանան 20 տարում միգուցե Հայաստանը կհրաժարվի 10 տարով եւս երկարացնել պայմանագիրը։ Այո, բայց ամեն դեպքում ոնց են պայմանագիրը գործելու է մինչև 2038-ը, իսկ 12 տարում աշխարհը կարող է այնպես փոխվել, որ եթե 10 տարի էլ ավելացնեն։ Չէ, ինքը ի սկզբանե մինչև 2038-ն է։ 10 տարի նշանակում մինչև 2048։ Իսկ պայմանագիրը կնքվել է 30 տարով, 2008-2038։ Եվս 10 տարի, այսինքն մինչև 2048 երկարաձգման հնարավորությամբ։ Հետևաբար նույնիսկ եթե այդ 10 տարին մենք չենք համաձայնվում, եթե պայմանագիրը չի խզվում, ռուսները այստեղ են մինչև 2038 թվականը։ Բայց նորից եմ ասում, խնդիրը նա չէ ով կֆինանսավորի այդ ճանապարհի երկաթգծերի կառուցումը։ Խնդիրը նա է իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան համաձայնեն, որպեսզի Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցություն սկսվի կամ Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղային հաղորդակցություն սկսվի։ Տեսեք նաև վերջերս հրապարակումներ են լինում ադրբեջանական մամուլում, որ Վրաստանը որոշակի մաքսատուրքերի շատ բարձր մարժա Ադրբեջանից Հայաստան ներկրվող այդ ապրանքների վրա բարձր մաքսատուրք սահմանեց։ Ադրբեջանում արդեն հրապարակումներ հայտարարություններ կան, որ Վրաստանը թող չմոռանա, որ գոյություն ունի այլընտրանք, դա Հայաստանի միջոցով է Ղազախ-Իջևան այդ ճանապարհը եւ որ արդեն խմբեր կան աշխատանքային, որ ուսումնասիրում են այդ հատվածները վերականգնելու համար։ Դա միայն չհամարենք կոպիտ ասած հաթաթա, այսպես ասած Վրաստանին, այլ նաև միգուցե իսկապես ռեալ ծրագրեր կան։ Ես անկեղծ բացարձակ չեմ հասկանում, օրինակ ինչու պետք է Ադրբեջանը շահագրգռված լինի, որպեսզի վերագործարկվի Ղազախ-Իջևան երկաթգիծը։ Այսինքն դա այլընտրանք Հայաստանին ինչ-որ բան մատակարելու համար, հավատացում եմ, դες Ադրբեջանը առանձնապես Հայաստանով հետաքրքրված չի, իսկ եթե դուք խոսում եք, որ այդ դրանով հետո կապեն Թուրքիայի հետ, չմոռանաք, որ Իջևանից հետո երկաթգիծը ոչ մի տեղ չի գնում։ Ցավոք սրտի Իջևան Դիլիջան հատվածը, որ դեռ 80-ականներին սկսել էին կառուցել, այդպես էլ կիսավեր է, իսկ այդտեղ արդեն մենք խոսում ենք 500-600 միլիոն դոլար ներդրումների մասին, որտեղ դու երկաթգիծը պետք է Իջևանից կամ գա Իջևան, հետո միանա այս Սևան տանող երկաթգծին, կամ էլ եթե Իջևանից նոր երկաթգիծ կառուցվի դեպի Վանաձոր, որ հետո այնտեղից էլ Վանաձոր-Գյումրի Թուրքիա, այդտեղ շատ մեծ ներդրումներ են պետք։ Ադրբեջանի խնդիրը շատ ավելի հստակ է։ Իրենք ցանկանում են ունենալ իրենց ճանապարհը Ադրբեջանից Նախիջևան եւ Նախիջևանից էլ ուղղակի մտնել Թուրքիա։ Եվ այն փաստը, որ Թուրքիան 3 միլիարդ դոլար է պատրաստ ներդնել Կարս Նախիջևան երկաթգծի կառուցման համար, 3 միլիարդ դոլար։ Այն դեպքում, երբ ընդամենը 50 միլիոն դոլարով կարելի է գործարկել Կարս, Գյումրի, Երևան, Նախիջևան երկաթգիծը։ Հիմա պարզ հարց։ Կա հնարավորություն Կարսից Նախիջևան հասնել Գյումրի-Երևան երկաթգծով եւ դա արդիականացնելու համար պետք է մոտավորապես 50 միլիոն դոլար։ Երկրորդ տարբերակը Կարսից միանգամից մտնում ես Նախիջևան, բայց պետք է կառուցել նոր երկաթգիծ 3 միլիարդ դոլար ծախսելով։ Եվ եթե դու ընտրում ես ուղղակի Կարս-Նախիջևան երկաթգիծը, պատրաստ լինելով 50 միլիոն դոլարի փոխարեն ծախսել 3 միլիարդ դոլար, ինչու ես դու դա անում։ Եթե դու պատրաստ ես Հայաստանի տարածքով երկաթուղային փոխադրումների եւ երկաթուղային ճանապարհների բացմանը։
Տրամաբանությունը հուշում է, որ եթե Թուրքիան $3 միլիարդ է ծախսում, որպեսզի ուղիղ երկաթգծային հաղորդակցություն ունենա Կարսից ուղիղ Նախիջևան, դա նշանակում է, որ այս այսպես կոչված trip-ը իրենց պատկերացմամբ ընդամենը ենթադրում է, որ Ադրբեջանից 45 կամ 44 կիլոմետր երկաթուղին անցնելու է դեպի Նախիջևան եւ այնտեղից ուղղակիորեն մտնելու է Թուրքիա, շրջանցելով այս Երաս, Երևան, Գյումրի հատվածը։ Հակառակ բaragայում զրո տրամաբանություն կա $3 միլիարդ ներդնել եւ սկսել գրեթե 3.5-4 տարի տևող շինարարություն, որը ենթադրաբար ավարտվելու է 2029 թվականին, որպեսզի գործարկվի Կարս Նախիջևան երկաթգիծը եւ այստեղ քարտեզ չկա, բայց կարծում եմ մեր լսողները մոտավորապես գոնե հարավային Կովկասի քարտեզը պատկերացնում են։ Տեսեք, հիմա կա Բաքու-Կարս երկաթգիծ Թբիլիսիով։ Բաքու-Թբիլիսի ախալքալակի Կարս, որը շրջանցում է Հայաստանը։ Հիմա եթե մյուս երկաթգիծներ է լինում Բաքու, այսպես ասենք, Բաքու Մեղրի Նախիջևան Կարս առանց մտնելու, այսինքն կստացվի որ Հայաստանը ամբողջությամբ այսպես ասած երկաթուղային շրջանի մեջ է, Բաքվից կարող է եւ Կարս գնալ Վրաստանով, եւ Բաքվից կարող է Կարս գնալ նաեւ Սյունիք Նախիջևան ու անմիջապես մտնել Կարս։ Այսինքն Հայաստանի տարածքով կանցնի ընդամենը այդ 44 կիլոմետրը, որը նախ ըստ ադրբեջանցիների, այսինքն ոչ թե ըստ ադրբեջանցի, այստեղ փաստաթղթերի պետք է լինի անխոչնդոտ, անկախ ով ինչպես է դա մեկնաբանում, մենք նույնիսկ չգիտենք էլ ի վերջո ինչ պայմանավորվածությունների կողմերի կհանգեն։ Եվ գումարած դրան, որ եթե ընդամենը այդ 44 կիլոմետրն է Հայաստանի տարածքում անցնելու, նույնիսկ եթե Ադրբեջանը մեզ վճարի տարանցման գումարներ այդ 45 կիլոմետրի համար, եւ նույնիսկ եթե մենք ընդունենք, որ ինչ որ բեռներ նաև կենտրոնական Ասիայից են գալու, կենտրոնական Ասիա, Կասպիցովով Ադրբեջան, հետո այդ 45 կիլոմետրը կանցնեն Մեղրիով եւ Նախիջևանից կմտնեն Թուրքիա, հավատացում եմ ձեզ, տարեկան Հայաստանը երևի եթե $10 միլիոն էլ ստանա այդ տարանցման վճարներից, այդ թունև միջինասիական բեռներով, դա կլինի լավագույն լուծում, իսկ բոլորս ենք հասկանում, որ $10 միլիոն դա ոչ մի բան է։ Հետեւաբար նորից եմ ասում, հիմնական խնդիրը նա է, որ արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը իրոք պատկերացնում են Հարավային Կովկասը որպես ինչ-որ ինտեգրված մի տարածք, որտեղ բոլոր պետությունները զարգանում են, հասարակությունները զարգանում են, մարդիկ լավ են ապրում, թե իրենց երկարաժամկետ տեսլականը ամեն դեպքում դա թուլացած եւ մեկուսացման մեջ գտնվող Հայաստանն է։ Այս հարցը շատ ավելի կարեւոր է եւ այս հարցի պատասխանն է, քան թե ով $20 միլիոն կներդնի, որպեսզի օրինակի համար Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթգիծը վերականգնվի։ Դա կանի հարավ-կովկասյան երկաթուղին, դա կանի Հայաստանի պետությունը, թե որևէ միջազգային կազմակերպություն։ Իսկ Ռուսաստանը, որը նման ցանկություն է հայտնում թրիպին մասը լինելու, դա Հայաստանի իշխանությունը, օրինակ Նիկոլ Փաշինյանը բավականին զգուշ է դրան պատասխանում, որ դա երկկողմանի ընկերություն է լինելու, ոչ միայն ընկերություն, այլ ընդհանրապես երկու երկրներ են, երկու կողմեր են, Ամերիկան եւ Հայաստանը, միայն Հայաստանը չի որոշում, իսկ նույն օրն էլ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը հայտարարեց, որ չի լինելու նույն հարցին պատասխանելով, Ռուսաստանը մասը չի կազմելու։ Նիկոլա Ստերվույթին ավելի զուսպ էր, ինչպես երեկ եւ առաջի օրը Ռուսաստանում Պուտինի հետ, Ռուբենյանը ավելի իրական էր արտահայտում Հայաստանի տեսակետը կամ ընդհանրապես ինչպես է կարծում Ամերիկայի հետ այդ բանակցություններում կկարողանա հասնել Ռուսաստանը նրան, որ թրիպում որոշակի ներկայություն ունենա։ Ես հակառակից կսկսեի տեսեք, այո, հիմա trip-ը ֆորմալ դա հայ-ամերիկյան նախաձեռնությունը, պետք է գրանցվի ինչ-որ կազմակերպություն, որը կարծես գրանցվել է կամ դեռ չի գրանցվել, չէ, որին պետք է կոնցեսիոն աշխատանքային խմբերը աշխատում են, բայց կարծես թե այդ կոնցեսիոն կազմակերպությունը դեռ չի ստեղծվել, որը պետք է լինի հայ-ամերիկյան, կարծես թե 50% բաժնեմասերով պետությունների, եւ նրան պետք է տրվի կոնցեսիոն կառավարման իրավունք այդ երկաթգծի ավտոճանապարհի, խոսում են նաեւ ինչ-որ գազամուղի, նավթամուղի մասին, դա հիմա մի կողմ դնենք։ Որտեղ օրինակին այնքան էլ հասկանալի չի, իսկ ում գազն ու նավթն եւ ուր են տեղափոխելու այդ ենթադրաբար Սյունիքով անցնող նավթամուղերով կամ գազամուղերով, դա մի քիչ շատ անհասկանալի պատմություն է, բայց հիմա Ադրբեջանի հավանաբար Թուրքմենստանի միջոցով Թուրքմենստանից գազ, որ պետք է գնար Եվրոպա, արդեն 30 տարի այդ հեքիաթները լսում ենք եւ եւս 30 տարի կլսենք, իսկ Ադրբեջանը հավատացնում եմ դες Բաքու-Թբիլիսի-Ջեյան եւ Բաքու-Թբիլիսի-Կարս, Բաքու-Թբիլիսի-Էրզուրում գազամուղը եւ Բաքու Թբիլիսի-Ջեյան նավթամուղը լիովին բավարար են, որպեսզի Ադրբեջանի նավթն ու գազը գնա, առավել եւս, որ թե նավթը եւ գազը գնալով պակասում է։ 2012 թվականից սկսած Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազում է ամեն տարի, վերջին 13 տարում, եւ շարունակել է նվազել ամեն տարի, նույնը վերաբերում է գազին։ Հետեւաբար այստեղ առավելագույնը որ կարող ենք ենթադրել, որ գուցե Ադրբեջանը ցանկանում է գազամուղ կառուցել զուտ Նախիջևանի կարիքները բավարարելու համար։ Առավելագույնը, բայց քանի որ Թուրքիայից Նախիջևան արդեն գազամուղ կա, որը 2024-ին գործարկվեց, եւ նույն ադրբեջանական գազը արդեն Թուրքիայով մտնում է Նախիջևան, հետեւաբար այս որ ասում են գազամուղեր, նավթամուղեր իմ համար այնքան էլ հասկանալի չի, բայց հիմա երբ այդ կազմակերպությունը ստեղծվի, եւ նրան տրվելու են կոնցեսիոն իրավունքներ,
49 կամ 99 տարով։ Եթե ճիշտ եմ հիշում, չէ, վերջերս վարչապետացել որ երկու տարբերակ է քննարկվում։ Կոնցեսիոն կառավարում 49 տարով կամ 99 տարով։ Ամեն դեպքում իհարկե դա լինելու հայ-ամերիկյան, բայց բոլորս ենք հասկանում, որ հայմատելով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը, որ ֆորմալ կողմերը հավասար են, բայց ոչ ֆորմալ իհարկե Հայաստանը Միացյալ Նահանգներից, ասես ասենք, շատ տարբերվող պետություն է, եթե փորձեմ ավելի մեղմ արտահայտվել։ Հետեւաբար իմ գնահատմամբ, եթե ռուսներն ու ամերիկացիները ինչ որ բան պայմանավորվեն TRIP-ի կամ ընդհանրապես Հայաստանի շուրջ, ապա դժվար թե Հայաստանը կարողանա ռուս-ամերիկյան պայմանավորությունների դեմ գնալ։ Դա մի քիչ զավեշտահենք է։ Հավանական ամեն դեպքում որ Ռուսաստանը նման հնարավորություն կունենա, թեկուզ եւ Ամերիկայի հետ պայմանավորվելու արդյունքում։ Հավանականության հետ կապված մի լավ կատակա երևի լսել եք, որ ասում են որքան է հավանական, որ գամ դուրս եւ դինոզավր տեսնեմ, ասում են 50%, ասում են բայց ոնց կլինի 50%, եթե դինոզավրերը 500 միլիոն տարի առաջ վերացնեն, դե ասում են կամ կտեսնես կամ չես տեսնի, հետեւաբար 50%։ Հիմա որքան է հավանական, ես չեմ կարող ասել, բայց եթե կա հավանականություն, որ Ռուսաստանը կարող է պայմանավորվել Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի հետ կապված, որտեղ նորից եմ ասում, հարցերի բարդության աշճանները 1-ից 100, եթե գնահատենք, Ուկրաինայում բարդությունը 99 բալ է, այս Հայաստան-Ադրբեջան TRIP եւ այլն մաքսիմում 5 բալ, որտեղ նորից եմ ասում, գրեթե բոլոր հարցերը լուծված են։ Հետեւաբար, եթե կա հավանականություն, որ Ռուսաստանը եւ Ամերիկան կպայմանավորվեն Ուկրաինայի հարցում, ապա իմ գնահատմամբ կա 10 անգամ ավելի մեծ հավանականություն, որ իրենք կպայմանավորվեն Հարավային Կովկասի վերաբերյալ ընդհանուր, որի մեջ կմտնի նաեւ այս Հայաստան, TRIP, Ադրբեջան եւ այլն։ Պուտինը նաև հայտարարեց, որ մենք մի լավ ծրագիր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկայի, մասնավորապես ատոմային էներգետիկայի հարցերը, բայց հիմա մանրամասների մասին չենք խոսի։ Ինչի մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ որ Հայաստանում քննարկվում է եւ արդեն ժամանակ էլ չունենք որոշելու, թե ինչ ատոմակայան պետք է կառուցենք, դա լինելու է ամերիկյան, ռուսական կամ այլ երկրների փոքր կամ մեծ ատոմակայան, եւ ահա Պուտինի հետ նման խոսակցություն։ Դե ես ընդհանրապես կարող եմ ենթադրել, որ բոլորը գիտեն, որ Հայաստանը ցանկանում է, կարծես թե ցանկանում է կառուցել նոր ատոմակայան, հստակ է, որ գործող ատոմակայանը աշխատելու է մինչև 2036 թվականը, եւս 10 տարի երկարաձգվելով։ Եվ բոլորն են հասկանում, որ եթե Հայաստանը ցանկանում է ունենալ ատոմակայան նաեւ 2036 թվականից հետո, ապա 2026 կամ 27 թվականին գոնե պետք է ընդունել որոշում, որտեղ վերջնաշուտ ատոմակայանի կառուցումը 1-2 տարվա խնդիր չի։ Նույնիսկ եթե խոսում ենք այդ այսպես կոչված փոքր մոդուլար ռեակտորների մասին, ել չեմ ասում այդ հզոր ռեակտորների մասին, 1000-1200 մեգավատ, ինչքանով ես եմ տեղյակ, նախ Հայաստանում կա քննարկում արդյոք Հայաստանին պետք է խոշոր ռեակտոր 1000-1200 մեգավատ, թե փոքր մոդուլար։ Հիմա մեծամորը, ինչքան գիտեմ, 440 մեգավատ է։ Եվ կա կարծիք, որ իսկ ինչին է պետք Հայաստանի մեծամորից 3 անգամ ավելի հզոր, ինչ մենք պետք է անենք այդ էլեկտրականությունը, մի մասը ասում է դե կարելի է արտահանել, հետո կա նաև այս արհեստական բանականության այս դատա կենտրոնները, գիտեք, որ ենթադրվում է Հայաստանում նման մի դատա կենտրոն կառուցվելու է այդ 500 միլիոն դոլար ներդրմամբ, հնարավոր է նորերը կառուցվեն, մի մասը ասում է բայց շատ լավ, իսկ այդ դատա կենտրոնները սարսափելի հոսանք են խլում, խոսքը հարյուրավոր մեգավատների մասին է։ Կա տեսակետ, որ եկեք ավելի հզորը կառուցենք, ասենք 1000 մեգավատանոց եւ օրինակի համար այդ դեպքում հնարավորություն կունենանք մի քանի դատա կենտրոններ ստեղծել արհեստական բանականության։ Բայց կա նաև տեսակետ, որ այդ դատա կենտրոնների համար անհրաժեշտ են փոքր մոդուլար ռեակտորներ։ Մի խոսքով դա տեխնիկական հարց է, բայց ամեն դեպքում Ռուսաստանն էլ Ամերիկան էլ գիտեն, որ Հայաստանը ցանկանում է ունենալ նոր ատոմակայան։ Ենթադրում եմ, որ եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները իրենց առաջարկները արել են։ Բոլորս ենք հասկանում, որ սա ոչ միայն տեխնիկական հարց է։ Իհարկե, բարձ այնտեղ կա անվտանգություն, որը պետք է ապահովի, կան տեխնիկական հարցեր, բայց կա նաև աշխարհաքաղաքական խնդիր։ Մեզ կարող եմ ենթադրել, որ ռուսները Հայաստանին ասում են, դե դուք մեր ֆորմալ, ինչպես ասում են, դեռ մեր դաշնակիցն եք, ԵԱՏՄ անդամ եք, նույնիսկ հապկից դուրս չեք եկել, ռազմակայանը տեղակայված է, սահմանապանները այստեղ են, տնտեսությունը առևտուրը վերջի մի քանի տարում սարսափելի ավելացել է, չնայած այս տարի 50% անկում կունենա, բայց էլի ինչպես Ռուսաստանի նախագահը նշեց, նույնիսկ այդ անկումից հետո շատ լավ ցուցանիշներ են, հետեւաբար ինչն է խանգարում, որպեսզի եւ Ռոսատոմն էլ այս պայմանությամբ աշխարհում ամենաթիվ 1 ընկերությունն է կառուցվող նոր ատոմակայանների թվով։ Հետեւաբար ռուսները կարող են ասել, ինչ պրոբլեմ կա, թող Ռոսատոմը կառուցի, մանավանդ որ ռուսերն էլ ունեն այդ փոքր մոդուլար ռեակտորների տեխնոլոգիաներից։ Ինչքան գիտեմ, Ուզբեկստանում արդեն սկսել են կառուցել։ Դե ամերիկացիներն էլ ասում են, դե մենք հասկանում ենք, այսինքն դուք մեզ ասում եք, որ դուք ցանկանում եք նվազեցնել ձեր կախվածությունը Ռուսաստանի, չգիտեմ, դիվերսիֆիկացվում եք կամ ինչ եք անում, հետեւաբար իսկ էներգետիկան առավել կախված ոլորտներից է, չէ՞, այսինքն մենք գազը ստանում ենք Ռուսաստանից, հեծը մինչև վերջերս պատկանում է ռուսական ընկերության, չնայած հիմա պետականացվում է կամ չգիտեմ ինչա տեղի ունենում։ Հետեւաբար ամերիկացիներն ասում են, դե եթե դուք իրոք ուզում եք Ռուսաստանի ձեր կախվածությունը նվազեցնել, ապա հիանալի առիթ է ապացուցելու, որ ձեր խոսքերը միայն բլա-բլա չեն։ Խնդրեմ, պայմանագիր կնքեք ամերիկացիների հետ։
Եվ Հայաստանի իշխանությունները մտածում են, որ հիմա եթե պայմանագիր կնքենք ամերիկացիների հետ, կարող են կոշտ բաներ ցեղ ունենալ ռուսների հետ։ Իսկ եթե այսքանից հետո այս բոլոր այս 2 տարի բոլորը խոսում են, որ Ռուսաստանից Հայաստանը փորձում է հեռանալ, դիվերսիֆիկացվել, նվազեցնել եւ այլն, չէ, մենք մեղադրում ենք ռուսներին, դուք հիբրիդային պատերազմ եք մղում, դուք Արցախը վաճառեցիք, Արցախը հանձնեցիք, սա արեցիք, նա արեցիք։ Դե եթե այդքանից հետո բայց որոշում ընդունենք, որ չէ, ռուսները պետքա կառուցեն, հիմա արևմուտքը կասի, այսինքն փաստորեն դուք ամեն ինչը խոսում եք, որ մեզնից ինչ-որ հավելյալ փող վերցնեք, հետեւաբար ես Հայաստանի այս բանը Հայաստանի կառավարությանը չեմ նախանձի, որովհետև կարծես երկու ընտրությունն էլ թե ռուսների եւ թե ամերիկացիների առնվազն լուրջ հարցեր առաջացնելու հակառակ կողմի մոտ։ Դուք ասացիք, որ Ադրբեջանը առանձնապես հետաքրքրված չի Հայաստանի հետ ապրանքաշրջանառությամբ, բայց այսօր արդեն մեր բենզալցակայաններում, կոնկրետ մեկ բենզալ ընկերության բենզալցակայանների ցանցում վաճառվելու է ադրբեջանական պրեմիում դասի բենզինը եւ դա մոտավորապես, եթե չեմ սխալվում, 60 կամ 80 դրամով ավելի էժան, քան գույություն։ Ես լսել եմ, որ 440 դրամ, մինչդեռ այլ տեղերում 500 կամ 520 է մոտավորապես։ Եվ ընդդիմությունը հայտարարում է, օրինակ Էդմոն Մարուկյանը եւ այլոք հայտարարում են, որ պետք է բոյկոտել եւ չպետք է գնել այդ բենզինը։ Հայաստանը պատրաստվում է հավելյալ եւս նորից խմբականակներ վերել։ Ինչը պետք է անել, պետք է առևտրաշրջանառություն իրականացնել, թե պետք է բոյկոտել։ Քանդեր մենք ունենք գերիներ այնտեղ, քանդեր կան նման պատճառաբանություններ են բերում, քանդեր որոշակի տարածքներ է Ադրբեջանը օկուպացրել Հայաստանի սահմաններից։ Տեսեք, այստեղ ես կարող եմ դա այդ ցանկը շարունակել, որտեղ ընդամենը 2 տարի առաջ Ադրբեջանը իրականացրեց էթնիկ զտում Արցախայության հանդեպ, գրեթե ամենօրյա ռեժիմով մենք լսում ենք, չէ՞, որ Արցախում այս եկեղեցին ոչնչացվեց, այս վանքը ոչնչացվեց, գերեզմանը պղծեց, չգիտեմ, խաչքարեր ջարդեցին, դա կատարվում է ամենօրյա ռեժիմով, այսինքն այդ ցանկը կարելի է շարունակել։ Տեսեք, ինչքանով ես եմ հասկանում, այստեղ տնտեսությունը զրո նշանակություն ունի, թե մեր համար, թե Ադրբեջանի համար։ Չգիտեմ, Հայաստանում ասում են մոտ 500,000 տոննա տարեկան բենզին է օգտագործվում, կամ ընդհանուր վառելիք։ Բոլորս գիտենք, որ մեքենաների մեծ մասը օգտագործում են բնական կամ հեղուկ գազ։ Հայաստանում բենզինի խնդիր չկա։ Մենք 90-ականների սկզբում չենք, երբ որ ամեն լցականի դիմաց 10 կիլոմետր հերթ էր, կամ ստավոքրության մեքենաների չէին կարողանում հիվանդերին մոտենալ, որովհետև վառելիք չկար։ Հիմա իմ գնահատման որն այս գործարքի, եթե սա գործարք անենք, պրոբլեմատիկ կողմը։ Տեսեք, միջազգային հարաբերություններում սկսած դիվանագետներից վերջացած էքսպերտներով, փորձագետներով։ Իհարկե հրապարակային մեզ կասեն, այո, շատ լավ է, եկեցի Հայաստանը, դուք արդեն խաղաղություն եք հաստատում, դուք գնում եք ինչպես Գերմանիան եւ Ֆրանսիան, նրանք էլ թշնամի էին, բայց հետո սկսեցին առևտուր անել եւ հիմա գոհ եւ երջանիկ ապրում են։ Դա կլինի հրապարակային։ Բայց մարդիկ իրենց մտքում, ինչքանով ես եմ պատկերացնում, կասեն, որ լավ, ինչ տառնակ պետությունը հայերը եւ ինչ տառնակ մարդիկ են, ինչ տառնակ պետությունը Հայաստանը եւ ինչ տառնակ մարդիկ են հայերը։ 2 տարի առաջ Ադրբեջանը իրենց հայրենակիցներին ենթարկել է էթնիկ զտման, որը մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործություն է։ Ամենօրյա ռեժիմով իրենց կրոնական եւ մշակութային ժառանգությունը ոչնչացնում է։ Իրենց ղեկավարները դատվում են ադրբեջանական բանտերում, իր տարածքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Հիմա այս մարդիկ ուրախացան են, ասում են 40 դրամ էժանով բենզին են առնում կամ 60 դրամ էժանով։ Եվ սա շատ վտանգավոր մեսիջ է, որտեղ եթե այս մեսիջը մարդիկ այսպես հասկանան, որ Հայաստանը այդ պետությունն է կամ հայերային հասարակությունն է, որ 60 դրամ էժան բենզինի դիմաց պատրաստ են ամեն ինչի վրա աշկ փակել։ Սա շատ վտանգավոր է, որտեղ մարդիկ կարող են ասել, դե այդ դեպքում Սյունիքն էլ թող Ադրբեջանը վերցնի, հիմա Սյունիքը վերցնելու 3 տարի հետո էլ օրինակի համար 100 դրամ էժան բենզին կտան, գերի հայրիկ ու կուրախանան, ասեն 100 դրամով էժան բենզին են առնում։ Դրա համար բայց խոսքը միայն 100 դրամով էժան բենզին կամ 60 դրամով էժան բենզինի մասին չէ, խոսքը արդեն հարաբերությունների վերականգնման, պատերազմի ռիսկի նվազեցման եւ ընդհանրապես ապաշրջափակման նման ավելի գլոբալ առաջընթացների մասին կարող է լինել եւ ոչ թե 100 դրամով էժան բենզին կամ հակառակը։ Ես ասում եմ դա ինչպես են կալվում։ Հիմա ապաշրջափակումը իմ գնահատմամբ նախ Պարզ է, որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի Հայաստանը ապաշրջափակելու։ Հիմա այս բոլորը ընդհանրապես Ադրբեջանի տեսակետից սա ընդհանրապես ինչ որ ստեղծում են իմիտացիա, որ այո կա խաղաղագործընթաց, որ իրոք ժողովուրդները արդեն հաշտվել են եւ այլն, սա մեսիջներ են։ Հիմա դուք ասում եք պատերազմի հավանականությունը նվազի, հավատացնում եմ ձեզ, եթե դες թվում է, որ եթե մենք 2026 թվականին մեր ամբողջ բենզինը ներմուծենք Ադրբեջանից, այսինքն 500,000 տոննան էլ Ադրբեջանից գա։ Ես էլ չեմ խոսում, որ շատ մասնագետներ կան, որ ասում են Ադրբեջանը նույնիսկ այդքան բենզին չունի եւ ամենայն հավանականությամբ մենք ընդհանրապես այլ երկրի բենզին ենք առնում, բայց Ադրբեջանի միջոցով, բայց դա չեմ կարող ասել այդպես թե այդպես չի։ Բայց հավատացնում եմ ձեզ, նույնիսկ եթե մեր ամբողջ վառելիքը սկսի գալ Ադրբեջանից, եթե մեր գազն էլ գա Ադրբեջանից, ընդունենք 5 տարի հետո մենք Ռուսաստանից էլ գազ չենք առնում, 2 միլիարդ խորանարդ մետր գազ առնում ենք Ադրբեջանից, 500,000 տոննա վառելիք առնում ենք Ադրբեջանից եւ չգիտեմ
20,000 տոննա լոլիկ արտանում ենք Ադրբեջան, եթե ընդունենք Ադրբեջանը լոլիկի կարիք ունի։ Եթե դες թվում է, որ դա իրականորեն նվազեցնելու է նոր պատերազմի հավանականությունը, ես դիվադ եմ դες հիասթափեցնել, որովհետև տեսեք, երևի աշխարհում ոչ մի երկու պետություն չկար, որոնք տնտեսապես իրար հետ այդքան փոխկապակցված էին եւ իրար հետ այդքան առևտուր էին անում, ինչքան Ռուսաստանն եւ Ուկրաինան։ Օրինակի համար եմ ասում։ Հիմա տեսնում ենք, որ այս 5-4 տարի այդ պետությունները իրար ոչնչացնում են։ Հետեւաբար այստեղ ես անկեղծ ասած դրան այնքան էլ չեմ հավատում, որ այո, մենք սկսենք առևտուր անել, հետո դա կմեծանա եւ պատերազմի հավանականությունը կնվազի։ Այսինքն որ դեպքում պատերազմի հավանականությունը կնվազի։ Հիմա եթե մենք սկսենք Ադրբեջանի տարեկան 3 միլիարդ դոլար առևտուր անել, իսկ հետո ինչ որ մի օր ասենք, գիտես ինչ կա, անխոչնդոտ անցում Սյունիքով այլևս չես ստանալու։ Նորմալ ուզում ես մեր տարածքով երթևեկել գնալ Նախիջևանով Թուրքիա, խնդրեմ, նորմալ կանցնես մաքսային ազգագրային ստուգում։ Եվ տեսնում եմ Ադրբեջանը կասի մաքսային եւ անձնագրային ստուգում չի ընդհանրում ուսպես։ Մերոնք ասում են դա ենթադրում է։ Դե ես քանի որ ոչ ոք չգիտի դա ինչ է ենթադրում, ես ընդհանրապես ասում եմ որ ենթադրենք Հայաստանը ասելու է որ այն ձևով ինչ որ անցնում ես, անկախ ինչ ենք հասկանում։ Ասում են անցնելու են այնպես, ինչպես որ պարսիկներն են անցնում իրանց սահմանների, ինչպես որ Վրաստանն է անցնում հայ-վրացական սահմանից։ Դե դա դեռ կապրենք չենք ստեղծում։ Դա այսպես ասում եմ կապրենք կտեսնենք, բայց ես ընդհանրապես մի բան եմ ասում որ ցանկացած այլ հարցում կամ օրինակի համար եթե Հայաստանը Ադրբեջանին ասի գիտես ինչ կա, քեզ արդեն այդ 240 կիլոմետր որ գրավել ես, կներես Հայաստանի տարածքով թեկուզ պարսիկների նման չես անցնելու, մինչև մեր տարածքից դուրս չգաս, օրինակի համար եմ ասում։ Ինձ թվում է դրանից հետո Ադրբեջանը ասելու է լավ, քանի որ մենք 2 միլիարդ խորանարդ գազ ենք մատակարարում Հայաստանին, չենք հարձակվում եւ Սյունիքը չենք գրավում, իհարկե ոչ։ Հայաստանում էր անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը եւ նա հայտարարեց նոր փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին կամ ստորագրելու մասին։ Դա ավելի լայն համագործակցություն կլինի կամ մեկ աստիճան ավելի բարձր, մեկ մակարդակ ավելի բարձր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, դա ինչ է ենթադրում։ Ինչքանով ես եմ տեղեկացված, դա առանձնապես ոչ մի նոր բան չի ենթադրում։ Հայաստանը դեռ 2005 թվականից ՆԱՏՕ-ի հետ կնքում էր պայմանագրեր։ Առաջինը ստորագրվել է դեռ 2005 թվականին երկրորդ նախագահի օրոք։ Եվ սովորաբար 3-4 տարի մեկ այդ պայմանագրերը ստորագրվում էին, ասենք 2005, 9, 13, 16, չգիտեմ 16, 18, 20, 21, պարզապես այն ժամանակ այդ պայմանագրերը անգլերեն հապավումով կոչվում էին IPAP, իսկ հիմա դրանք կոչվել են ITPP, որը հավատացում եմ առանձնապես ոչ մի տարբերություն։ Եվ այդ ITPP-ին դեռ պետք է ստորագրվեր 2 տարի առաջ, բայց նորից եմ ասում, դա մոտավորապես նույնն էր, ինչ 2005 թվականին ստորագրվող IPAP-ները։ Հիմա ինչքանով ասում են, որ խնդիր կա նրա հետ կապված, որ այս ինչու այս 2 տարի առաջ չէր ստորագրվում, այս թուղթը պետք է ստորագրվեր արդեն 23-ի վերջին։ Կար խնդիր, որ Թուրքիան կարծես թե վետո էր դնում դրա ստորագրման վրա, Թուրքիան էլ վետո էր դնում, որտեղ ինչ որ Ադրբեջան-Ֆրանսիան խնդիրներ կային։ Եվ այս 2 տարի այս խոսակցությունը կար, որ դե հիմա ոնց համոզենք ինչ որ կերպ եկեք լուծենք Ֆրանսիա-Ադրբեջան խնդիրը, որ Թուրքիան էլ վետո Թուրքիան վետո չկիրառի եւ ստորագրվի այն պայմանագիրը, որը նորից եմ ասում 2005 թվականից ստորագրվում է։ Հիմա կարծես թե ասում են, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում ինչ որ դրական զարգացում կա, հետեւաբար Ֆրանսիան այլևս խնդիր չունի Ադրբեջանի հետ, հետեւաբար գուցե 2026-ին Թուրքիան վետո չի դնի, եւ այն պայմանագիրը, որը պատրաստ էր արդեն 3 տարի ստորագրման, որը գրեթե նույնն է, ինչ որ ստորագրվում էր 2005 թվականից, վերջապես 2026 թվականին ստորագրվի։ Ընդհանրապես թարմացում է եւ ոչ ավելի, ասենք, հարաբերությունների այլ օրակարգեր, ավելի ընդլայնված օրակարգեր ներառել։ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը ընդհանրապես շատ ընդլայնված օրակարգ չի կարող ունենալ, որովհետեւ տեսեք, նույնիսկ հիմա Ուկրաինան, որ այսպես ասենք իր պետությունը վտանգի տակ դրեց, որ իբր չէ, պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանը ասում էր ոչ, եւ հիմա բոլորն են ընդունում, որ դա պատճառներից մեկն էր այս պատերազմին։ Չեմ ասում միակը, բայց պատճառներից մեկն էր։ Հիմա արդեն բոլորը, նույնիսկ Զելենսկին, բոլորն էլ ասում են, դե Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դառնալ, դա ի սկզբանե անհեթեթ միտք էր, ոնց եք պատկերացնում, որ Ռուսաստանի մոտ գտնվող պետությունները դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Հետեւաբար ՆԱՏՕ-ի հետ ինձ թվում է մենք կանենք այն, ինչ անում ենք։ Ինչ որ միանգ մեզ օգնում են խաղաղապահության հետ կապված, չէ՞, մենք ունենք խաղաղապահ բրիգադ, չէ, սկզբում ունենք գումարտակ, հիմա ունենք բրիգադ, ինչ որ այցելություններ կլինեն, մեզ կաջակցեն, պաշտպանական կրթություն եւ այլն, բայց դա մոտ 20 տարի ընթանում է եւ կընթանա հուսամ եւս հաջորդ 20 տարիների ընթացքում։ Ասացիք Թուրքիան Ադրբեջանի հետ միասին, նաեւ Թուրքիան չի ցանկանում շրջափակել Հայաստանը։ Մենք Էրդողանի վերջերս հայտարարությունը լսեցինք, որ արդեն խաղաղություն է հաստատվում եւ առաջիկայում կարող է ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ մենք հունվարին որոշակի խորհրդանշական քայլ կանենք։ Երեք մենք լսեցինք, որ գարնանը կբացվի Ստամբուլ, Երևան, Թուրքիա, Հայաստան ուղիղ այդ օդային չվերթները
երկրները, մենք իմացանք, որ Իգդիրի բարձրաստիճան պաշտոնյաներն էին 3 սահմանին եւ որոշակի սահմանի բացման կամ սահմանային կետ կառուցելու հետ կապված ինչ-որ քննարկումներ էին անում, նման փոքր, բայց այնուամենայնիվ որոշակի քայլեր կան, որոնք միտված են ապաշրջափակմանը։ Տեսեք, Էրդողանը ինքը թե մենք շատ ավելի իհարկե կցանկանայինք օգտագործեց նախ ինքը ասեց խորհրդանշանական քայլեր։ Հետո եկեք հասկանանք նախ այդ Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթների մասին։ Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներ կան արդեն 20 տարի։ Ընդ որում այդ թվում նաև թուրքական ավիաընկերության կողմից Pegasus։ Հիմա ամեն օր Երևան-Ստամբուլ չվերթներ կան։ Իշան գիտեմ շաբաթը 3 օր Pegasus-ն է, շաբաթական 3 օր թե 4 օր էլ Flyone-ը։ Հետևաբար հիմա որ մեզ ասում են դե թուրքական ավիաընկերությունը գալիս է եւ դա ինչ որ աշխարհացունց բան է տեղի ունեցել, իհարկե ոչ։ Հա, լավ է որ եւս մի թուրքական ավիաընկերություն է գալիս, բայց նորից եմ ասում, Երևան-Ստամբուլ ամեն օր չվերթներ կային, արդեն շատ վաղուց Pegasus-ից առաջ Atlas ավիաընկերություն կար, էլի բյուջետային, որ Երևան-Ստամբուլ թռիչքներ էր իրականացնում։ Դա մեկ։ Հիմա ինչ նկատի ունի Էրդողանը, որ ասում է խորհրդանշական քայլեր։ Իհարկե ես ասում եմ հնարավորություն չունեմ Էրդողանի ուղեղի մեջ ներթափանցելու, բայց դեռևս 2022 թվականի հուլիսին, այսինքն ուղիղ 3.5 տարի առաջ, Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել էին, որ մինչեւ 22 թվականի դեկտեմբերը հայ-թուրքական սահմանը բացվելու է դիվանագիտական ազդագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Բայց նորից եմ շեշտում, որ մարդիկ հասկանան ժամանակագրությունը։ 22 թվականի հուլիսին Թուրքիան խոստացել էր, պայմանավորվել էր, որ 22 թվականի դեկտեմբերին հայ-թուրքական սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական ազդագիր ունեցողների համար։ Արդեն ուղիղ 3 տարի 22-ի դեկտեմբերից մինչև 25 թվականի դեկտեմբեր մենք անընդհատ ասում ենք, որ Թուրքիա դու պետք է իրականացնես, ախր դու պայմանավորվել ես, դու լուրջ պետություն ես, իսկ Թուրքիան ասում է դե ոչ, չեմ անի, Ադրբեջանի բոլոր պահանջները դեռ չեք բավարարել եւ ինչ որ 3 տարի սենց խաղ էր գնում։ Մինչև գրեթե այս կայմանձևով պահանջների մեծ մասը բավարարվեց։ Իդեպ հիշենք, որ 22 թվականի հուլիսին դեռ Արցախում կար 110,000 հայություն եւ այլն եւ այլն։ Հիմա ես չեմ բացառում, որ 26 թվականի հունվարին կամ փետրվարին այդ երկու քայլերը կարվեն, կամ գուցե նաև քայլերից մեկը։ Թուրքիան կարող է օրինակի համար ասել միայն դիվանագիտական ազդագրերի ունեցողների համար են բացում կամ նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների։ Բայց նորից եմ ասում, եւ իհարկե ես վստահ եմ, որ այստեղ դա կներկայացվի որպես ինչ որ հայ-թուրքական հաշտեցում, եղբայրություն եւ այլն։ Բայց այն, ինչ Թուրքիան պարտավոր էր անել 22 թվականի դեկտեմբերին, հիմա եթե ինքը դա անի, այն էլ վստահ չենք կանի թե չէ, ենթադրենք կանի 26 թվականի փետրվարին, որը ինքնին սիմվոլիկ քայլ է, այսինքն սիմվոլիկ քայլ, որը պետք է դեռ 3.5 տարի առաջ արվեր, հիմա ենթադրաբար կարվի ժամկետի խախտումով 3.5 տարի անց եւ ասել, որ դա նշանակում է ինչ-որ որակական փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում, ես առնվազն այդպես չեմ համարում։ Տեսեք, դուք պատերազմի վտանգի ասում եք, որ այնպես չի, որ վերացված է ընդմիշտ պատերազմի վտանգը, դա որևէ տեղ ըստ երևույթին վերացված չի, բայց օգոստոսի 8-ի այդ պայմանավորվածություններից հետո փաստաթղթերի ստորագրումից հետո չեք կարծում, որ Ալիևին բավականին դժվար կլինի պատերազմ սկսել գոնե գործող նախագահի Թրամփի պաշտոնավարման ընթացքում, եւ դա Հայաստանի համար որոշակի ժամանակահատված է։ Լիովին համաձայն եմ, բայց ամեն դեպքում Թրամփը Պուտին չէ, ոչ էլ Ալիև, եւ ենթադրաբար մինչեւ 2050 թվականը Միացյալ Նահանգների նախագահ չի լինելու։ Այո, մինչեւ 2029 թվականի հունվար շատ քիչ հավանական է Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ, բայց ինչ է նշանակում 29 թվականի հունվար։ Մենք հիմա 1999 թվականին չենք, մենք արդեն 2025 թվականի դեկտեմբերին ենք։ Հետեւաբար այո, առաջիկա 3 տարում պատերազմի լայնածավալ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, բայց 3 տարին այնպես արագ կանցնի, այսինքն պատմության կամ քաղաքականության համար 3 տարին դա մի քանի վայրկյան է։ Հիմա այո, 3 տարի պատերազմի հավանականությունը շատ փոքր է, բայց ես ընդհանրապես ասում եմ, որ եթե մարդիկ մտածում են, որ եթե սկսենք Ադրբեջանից բենզին եւ գազ գնել, դրանից հետո եթե ինչ որ խնդիրներ առաջանան, Ադրբեջանը մեզ չի սպառնալու պատերազմով, իրենք սխալվելու են։ Ես կասեմ ավելին, եթե մենք Ադրբեջանից մեր ամբողջ բենզինն ու գազը գնենք Ադրբեջանից, նախքան պատերազմը նախ սկզբում Ադրբեջանը մեր գազն ու բենզինը կփակի, հետո նոր կհարձակվի։ Այո, գազու բենզինի համար չի ըստ երևույթին պատճառը դա չի, նաև հարձակվելու կամ չհարձակվելու թրիպը օրինակ, որը 29 թվականին արդեն մտածում եմ, որ կգործարկվի, նույն այդ AI կամ ՏՏ ոլորտի այդ գիգանտները, որ արդեն նախաձեռնել են, որ գան Հայաստան եւ նման այլ ներդրումներ, կապել ռազմավարական գործընկերության այլ կապեր Եվրամիության հետ, Եվրամիության տարբեր արդեն առանձին երկրների հետ, սրանք կարող են անվտանգության որոշակի բարձիկ լինել, ինչը Ադրբեջանին միգուցե կզսպի հարձակվել։ Եվրամիության հետ կապված ինձ թվում է Եվրամիությունը հիմա ինքը փնտրում է ինչ-որ մեկը, որ ինքը իրեն անվտանգության բարձիկ տա։ Միացյալ Նահանգների հետ կապված տեսեք, ներդրումները կարող են եւ նման տեսություն կա, դա կոչվում է այսպես ասած անվտանգություն ներդրումների միջոցով։
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք ենթադրում ենք, որ եթե նոր Ադրբեջանը նոր հարձակում սկսի, մի քիչ բարդ է պատկերացնել, որ այդ հարձակումը լինելու է Երևանի, Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի վրա։ Բոլորս հասկանում ենք, որ թույլ ուղղակը Սյունիքն է։ Հետևաբար այո, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի հարձակման հավանականությունը մնա շատ փոքր նաև Թրամփի սպիտակ տնից հեռացնելուց հետո, ապա այո, օրինակ եթե մենք կարողանանք այնպես անել, որպեսզի ամերիկյան X ընկերություն առնվազն $1 միլիարդ ներդրում անի Սյունիքում, ճշտում եմ, Սյունիքում աշխարհագրորեն ոչ թե ընդհանրապես Հայաստանում, ոչ թե Հրազդանում, չէ՞, կարծես թե այդ AI կենտրոնը պետք է Հրազդանում կառուցվի, եթե ճիշտ եմ հիշում այդ դատա կենտրոնը։ Ապա այո, այդ դեպքում եթե լինեն լուրջ ամերիկյան ներդրումներ, բայց ես խոսում եմ միլիարդավոր դոլարների մասին եւ դրանք լինեն Սյունիքում կամ Վայոց ձորում, իսկ նորից եմ ասում, թույլ օղակը դա Սյունիքն ու Վայոց ձորն է։ Ցանկացած մարդ կարող է նայել քարտեզին եւ հասկանալ, որ կա մեծ Ադրբեջան, շատ ավելի մեծ Թուրքիա, կա Նախիջևան, որը Ադրբեջանի մաս է, որը Թուրքիայի հետ ուղիղ կապ ունի եւ կա ինչ-որ փոքր 40 կիլոմետրանոց մի հատ հատված։ Որը անցնելու է ոչ միայն երկաթգիծ, այլ նաեւ նավթամուղ, գազամուղ, նավթամուղ, ինչպես ասում են։ Ես ինչպես ասացի, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում այդ գազամուղն ու նավթամուղը ում երկրի գազն են տեղափոխել եւ ինչ են անելու։ Տեսեք, քաղաքականության մեջ կա անկալում, դու սկսում ես դու քաղաքականության մեջ կամ աշխարհակաղակության մեջ կա այսպես ասած մի բան։ Դու ստեղծում ես նարատիվ, հիմնականում կեղծ կամ massam կեղծ։ Փչում ես ինչ-որ փուչիկներ, հետո բոլոր փուչիկները, հետո մարդիկ սկսում են այդ փուչիկներին հավատալ ու դա ինչպես է լինում։ Այսինքն դու սկզբում մի քանի հոդված ես գրում մի քանի տեղ, հետո մարդիկ այդ հոդվածները կարդալով սկսում են ուրիշ հոդվածներ գրել, եւ այդ հսկայական գիտա, այսպես ասած վերլուծական հարցազրույցներ եւ այլն, մի հատ հսկայական փուչիկ է փչվում, օրինակ համար փուչիկ, որ թուրքմենական գազը պետք է գնար Եվրոպա։ Այդ փուչիկը 90-ականներից փչվում էր։ Հիմա 90-ականներից այդ փուչիկ փչվեց, որ թուրքմենական գազը պետք է գնա Եվրոպա, արդեն 10 տարի է թուրքմենական գազը գնում է Չինաստան, բայց այդ փուչիկը դեռ շարունակում են փչել։ Հիմա մոտավորապես նմանատիպ մի փուչիկ էլ է, որ եթե Սյունիքով այդ Ադրբեջանից Թուրքիա ճանապարհը բացվեց, Չինաստանից միլիոնավոր, միլիարդավոր տոննաներով բեռներ Չինաստանից անպայման գնալու են Եվրոպա հենց Սյունիքով։ Դա ադրբեջանցիների կողմից փչած հերթական փուչիկն է, որպեսզի բոլորին ցույց տան, որ իրոք Սյունիքով այդ անխոչնդոտ ճանապարհը մեզ պետք է, որտեղ տեսեք դրանից է կախված Չինաստանի տնտեսական ապագան կամ Եվրոպայի տնտեսական ապագան։ Իսկ թվում է մենք պետք է մի քիչ լուրջ լինենք եւ այսպես ասենք այլ պետությունների եւ մեզ հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների նարատիվները ժողովրդական լեզվով ասած հալած յուղի պես չընդունենք։ Ամեն դեպքում ինչ ունենք մենք այս տարվա ընթացքում, ինչ աշխարհակաղակական իրավիճակի մեջ ենք ավելի բարենպաստ, որը տանում է այլ ավելի բարենպաստ վիճակի, թե ամեն դեպքում պայթունավտակ իրավիճակ գոյություն ունի տարածաշրջանում, որտեղ նաև աշխարհում է այդպեսին, հատկապես որ մեր ռազմավարական գործընկերն է գտնվում պատերազմական վիճակում, հարավում նաև Իրան գոյություն ունի, Իսրայելն է, իհարկե ամփոփ չանդրադառնանք Իրան-Իսրայել հակամարտությանը, Իսրայելը ամեն դեպքում նորից հայտարարում է, որ Իրանը շարունակում է իր նախկին գործունեությունը Իրանի հարստացում եւ այլն, դա դեռևս վերջնականապես ոչնչացված չի եւ որ առաջկա հանդիպումներում Թրամփի հետ Նեթանյահուն պատրաստվում է ասել, որ կարող է նորից հարվածել Իրանին։ Ինչ իրավիճակ ունենք, եթե շատ համառոտ, տեսեք, այս տարվա առաջի 3-4 ամիսներին բավականաչափ ռեալ էր, որ Ադրբեջանը հարձակվում է եւ ուժով միջանցքը բացում է։ Եվ հիմա տեսնում եք, մենք ասում ենք առնվազն 3 տարի չի հարձակվում։ Դա առաջիկա ամիսներին եւ ինչքանով ես եմ պատկասնում, Հայաստանը մտածում է, թե ում օգնությամբ կարող է դա կանխել եւ ինչ որ ձևով իհայտ եկավ այս Trump trip եւ այլն, հիմա 3 տարի գոնե այս վտանգը չունենք, որ բայց շեշտում եմ 25 թվականի առաջին ամիսներին, չնայած այդ թվում նաեւ ներառալ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունից հետո եւ դրա համար է կարևոր նարատիվները։ Եթե հիշում եք, երբ մարտի սկզբին հայտարարվեց, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, չէ, ասում են դե վերջ, այլևս խաղաղություն եւ այլն, բայց հաջորդ 2 ամիսներին մենք բոլորս սպասում ենք, որ Ադրբեջանը Սյունիքը գրավում է։ Հիմա դրա հավանականությունը էականորեն նվազել է գոնե մինչև 2029 թվականի հունվար։ Հետևաբար Իրանի հետ կապված այո, միջազգային փորձագիտական շրջանակները ասում են, որ կա զգալի հավանականություն, որ 2026 թվականի առաջին 3-4 ամիսների ընթացքում կլինի նոր Իրան-Իսրայել պատերազմ։ Մարդիկ երևի ինֆորմացված են շատ ավելին քան ես։ Այդ պատերազմը եթե լինի, ինչպեսին կլինի, ելի կլինի 12 օր, կտևի 1 ամիս, ինչ հետևանքներ կունենա Իրանի համար, Իսրայելի համար, շատ բարդ է։ Հետևաբար այստեղ մի հատ մեծ անորոշություն կա, բայց կա աճող հավանականություն նոր Իրան-Իսրայել պատերազմի։ Կա էականորեն նվազած հավանականություն, որ Ադրբեջանը նոր հարձակում է գործում Հայաստանի նկատմամբ, գոնե առաջիկա 3 տարիներին։ Եվ կա այսպես կոչված այդ ճանապարհների թնջուկը, ի վերջո ինչ ձևով են ադրբեջանցիները անցնելու Հայաստանի տարածքով։ Իրոք այնպես ինչպես վրացիները եւ պարսիկները, այսինքն ադրբեջանցին գալու է, այնտեղ նստած են լինելու հայ ծառայողներ, ովքեր ասել են՝ «Մա ձեր անձնագիրը ցույց տվեք», հետո նայելու են, ասեն՝ «Գիտես ինչ կա, բայց դու ոնց որ թե
քո դեմքը կամ ազնագին դուր չի գալիս, դու իրավունք ունես գնաս Նախիջևան, թե լինելու են մի հատ ավտոմատ սկաներներ, ադրբեջանցին գալու է հայ երեշի տեսնելու, միայն ավտոմատ սկան անելու եւ գնալու է Նախիջևան, դա էլ բավականաչափ անորոշ է։ Եվ երկրորդ անորոշություն Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ինչ որ բան Հարավային Կովկասի շուրջ պայմանավորվելու են, թե չէ, եւ երրորդ էլ ավելի մեծ անորոշությունը դա Ուկրաինայում ինչ որ բան կլինի, թե չէ։ Պատերազմը կշարունակվի 26 թվականի ընթացքում, թե այս կամ այն ձևով կհանգեն պայմանավորվածության։ Բայց եթե համեմատենք զուտ 24 թվականի դեկտեմբերի 25-ի դեկտեմբերի հետ, ապա մի բան փաստ է, կամ հստակ, որ այո, 24 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման վտանգը առաջիկա ամիսների ընթացքում շատ ավելի բարձր էր, քան 25 թվականի դեկտեմբերին։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Ապրիա Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանը։